Սիրելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, հարգարժան Տիկին Գրիգորյան։ Ես կարծում եմ, որ դուք թերևս կարող եք ձեր կյանքի փորձի պակասից է, չգիտեմ, բայց չեք հասկանում, որ իմ մտասևեռումը ոչ թե ձեր անձի նկատմամբ կամ ձեր անձի վրա է, այլ դավաճանության որպես երևույթի։ Ես իրոք, մի ընդհատեք ինձ, ես իրոք ինչ մեղք կստացնեմ, բավականին զգայուն եմ դավաճանության նկատմամբ։ Այսինքն տարբեր թեմաներ, օրինակ ինձ հունից չեն հանում, օրինակ ինձ հունից չի հանում, որ գալիս եք, ասենք, չգիտեմ, թեկուզ անձամբ ինձ մեղադրում եք ինչ որ դավաճան եւ այլն, այլ էպիտետներ եք օգտագործում կամ մեզ հողատու եւ այլն։ Ես հասկանում եմ, որ գործը անում եք։ Ընդ որում, չգիտեմ, այդ գործը ով է ձեզ հանձնարարել, բայց ամեն դեպքում, ով էլ հանձնարարել է, իզուր հանձնարարել, որտեղ դա ձեզ օգուտ չի տալիս։ Բայց օրինակ ես երբ որ տեսնում եմ դավաճանություն, ընդ որում ոչ միայն մեր հանդեպ է դավաճանությունը, այլ ընդհանրապես դավաճանություն որպես երևույթ։ Երբ որ ես տեսնում եմ ծայրահեղ անսկզբունքայնություն, ես դրանից դե ինչ մեղք կստացնեմ, ներվայնանում եմ։ Դե ոչինչ, ես էլ իդեալական չեմ։ Չնայած փորձում եմ, ձգտում եմ կատարելության, եւ հիմա էլ փորձում եմ իմ նյարդերը հանգիստ պահել եւ չներվայնանալ այն անասելի անսկզբունքայնությունից, որ դուք տարիների ընթացքում դրսևորել եք, բայց հանուն արդարության շատ մի նեղվեք, դուք միակը չեք ձեր խմբակցությունում կամ ընդհանրապես ընդդիմության մեջ։